Աշխարհի պատմության ընթացքում օրացույցային համակարգերը բազմիցս փոփոխվել են, ինչի հետևանքով առաջացել են տարբեր ժամանակագրական անհամապատասխանություններ։ Տարբեր ժողովուրդներ իրենց ժամանակի հաշվարկը կառուցել են բնության, աստղագիտական երևույթների և հավատալիքների հիման վրա։ Հայաստանում հնագույն ժամանակներում տարին սկսում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին, որը խորհրդանշում էր բնության զարթոնքը և նոր կյանքի սկիզբը։ Ավելի ուշ տարեսկիզբը տեղափոխվեց նավասարդ ամսվա առաջին օրը՝ օգոստոսի 11-ին, և այդ օրն երկար ժամանակ համարվել է հայկական նոր տարի։ Մեր թվարկությունից առաջ 46 թվականին Հուլիոս Կեսարը առաջարկեց ժամանակի հաշվարկի միասնական և ավելի ճշգրիտ համակարգ, որի արդյունքում ստեղծվեց հուլյան օրացույցը, կրելով նրա անունը։ Սակայն հուլյան օրացույցը բոլոր երկրներում միանգամից չընդունվեց։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ օրացույցն ունի հաշվարկային սխալներ։ Մոտավորապես յուրաքանչյուր 128 տարին մեկ նահանջ տարիների սխալ հաշվարկի պատճառով մեկ օր ավելանում էր, ինչը աստիճանաբար բերում էր օրացույցային շեղումների։ Այդ խնդիրը լուծելու նպատակով 1582 թվականին Հռոմի պապ Գրիգոր 13-րդ աստղագետների և գիտնականների հանձնարարեց ստեղծել ավելի ճշգրիտ օրացույց։ Այսպես ձևավորվեց Գրիգորյան օրացույցը, որը սկզբում ընդունվեց կաթոլիկ, ապա նաև բողոքական աշխարհում, իսկ հետագայում աշխարհի մեծ մասում։ Հետաքրքիր փաստ է, որ քրիստոնեական ժամանակագրության հիմք համարվող Քրիստոսի ծննդյան տարեթիվը պատմականորեն լիովին ճշգրիտ չէ։ Ըստ ուսումնասիրությունների, Քրիստոսը ծնվել է մեր թվարկությունից առաջ մոտավորապես 6-ից 4 թվականներին։ Գրիգորյան և հուլյան օրացույցների միջև սկզբնական տարբերությունը կազմել է 10 օր, սակայն ժամանակի ընթացքում այն մեծացել է, դառնալով 11, ապա 12 և ներկայումս 13 օր։ 2100 թվականին այդ տարբերությունը կկազմի արդեն 14 օր։ Ռուսաստանում և մի շարք ուղղափառ եկեղեցիներում մինչև խորհրդային կարգերի հաստատումը առաջնորդվում էին հուլյան օրացույցով։ 1924 թվականին Հայաստանը, ինչպես նաև Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները պաշտոնապես ընդունեցին Գրիգորյան օրացույցը։ Այս օրացուցային տարբերությունների արդյունքում ձևավորվել են հետաքրքիր և եկեղեցիկ ավանդույթներ։ Քրիստոնեական աշխարհում մինչև 4-րդ դարը, ավելի կոնկրետ մինչև 336 թվականը, Սուրբ Ծնունդը նշվում էր հունվարի 6-ին։ Դեկտեմբերի 25-ը Հռոմում նշվում էր որպես անհաղթ արևի օր և Հռոմի քրիստոնյա կայսրի օրոք Սուրբ Ծննդի տոնը տեղափոխվեց այդ օրը։ Սակայն Գրիգորյան և հուլյան օրացույցների տարբերության պատճառով այսօր շատ ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին եզակի է նրանով, որ շարունակում է Սուրբ Ծնունդը և աստվածահայտնությունը տոնել հունվարի 6-ին։ Կան նաև հայկական համայնքներ, հատկապես Վայոց Ձորի մարզում, որտեղ ավանդույթի ուժով մինչև օրս որոշ տոներ նշվում են 2 անգամ, այդ թվում հունվարի 13-ին, Հին տարին, հունվարի 18-ին Հին տոմարով Սուրբ Ծնունդը, փետրվարի 26-ին Հին տոմարով Տրնդեզը և այլ տոնական օրեր։ Այդ ժամանակահատվածում, քանի որ մոտենում է պահքի շրջանը, միշտ չէին օգտագործում։ Սեղանին դրվում էին պասուս տոլմա, չրեղեն, ընդեղեն և պարքային ուտեստներ։ Մինչև օրս էլ որոշ համայնքներում հունվարի 13-ից 18-ը պահվում էր հոգևոր պահք և Հին տոմարով հունվարի 18-ին նշվում էր Սուրբ Ծնունդը Մայրամի ճաշի ավանդական մատուցմամբ։